Բարև ձեզ։ Խոշտանգում կատարած անձինք երբեմն հերթարկվում են ակնհայտորեն մեղ պատժի, երբեմն էլ անպատիժ են մնում։ Չափազանց ցավոտ է, երբ արդարադատությունը այդքան բարեհաճ է գտնվում հանցանք կատարած անձի նկատմամբ եւ այդքան անտարբեր է տուժողի նկատմամբ։ Ինչու է այդպես ստացվում։ Հետքի սրահում այսօր իրավաբանների մի խումբ ենք հյուրընկալել, որոնց հետ կքննարկենք այս ցավոտ հարցը։ Մեր հյուրերն են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը եւ բոլորիս հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը։ Շնորհակալություն մասնակցության համար։ Պարոն Ալումյան, ինչու է նախաքննական մարմինը հանցանքը մեղմ բնութագրում, հաճախ փաստաբանները հակադրվում են դրան եւ համաձայն չեն այն տարբերակների հետ, որոնք ձեր կամ ավելի ճիշտ փաստաբանների տեսանկյունից խոշտանգում է, իսկ նախաքննական մարմինը ավելի մեղմ հանցանք է որակում դրանք եւ որոնք են դրանց հետևանքները, ինչու է այդպես ստացվում։ Տեսեք, խնդիրը առաջանում է նախաքննության փուլում, երբեմն չի ասի համատարած, բայց երբեմն նախաքննական մարմինը մեղմ է որակում մեղադրյալի արարքը, հետագայում խնդիրը տեղափոխվում է դատարան։ Ես ավելի շատ պրոբլեմ եմ տեսնում դատական փուլում, որովհետև դատարանը նրա համար է, որպեսզի վերջո արդարադատությունը իրականանա։ Բայց տեսեք ինչ է երբեմն ստացվում, երբ նախաքննական մարմինը մեղմ է որակել արարքը եւ դատախազությունը համաձայն է այդ մեղմ որակման հետ, այստեղ տուժողի համար արդարադատությունը ավարտվում է այս մակարդակում։ Դատախազություն։ Ըստ էության տուժողի համար, տուժող կողմի համար դատարանում արդարադատություն չի իրականանում։ Որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ տուժողը համաձայն չէ որակման հետ, մեղադրյալի ամբաստանյալի արարքի որակման հետ, դատարանում իր փաստարկներն է բերում եւ ընդհուպ պատկերացնենք իրավիճակ, երբ համոզիչ կերպով ապացուցում է, որ այո, ամբաստանյալի արարքը նախաքննության ժամանակ մեղմ է որակվել։ Ընդհուպ, եթե դատարանն էլ համամիտ է տուժող կողմի հետ։ Պրոբլեմը այնտեղ է, որ դատարանը որևէ լծակ, որևէ լիազորություն այս առումով չունի, որպեսզի արարքը վերավորակի ավելի խիստ որակում տա արարքին կամ որպեսզի ինչ-որ մի պարտադիր նախաքննական մարմնի կամ դատախազության համար ինչ-որ մի պարտադիր բնույթի դատական ակտ կայացնի, որը նրանց ստիպի արարքը որակել ավելի խիստ հոդվածով։ Այսինքն ինչ է ստացվում։ Եթե դատախազությունը շարունակում է համառել, այդ մեղմ որակման վրա շարունակում է համառել, տուժող կողմի համար արդարադատություն ապրիորի չի կարող իրականանալ։ Այսինքն ես ասում, պատկերացրեք, ընդհուպ, եթե տուժող կողմը, պատկերացրեք իրավիճակ, եթե բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով համոզիչ կերպով ապացուցել է, որ մեղադրյալի արարքը սխալ է որակված։ Ինչ պիտի անի դատարանը։ Դատարանը չի կարող որևէ բան անել։ Եթե դատարանը որևէ բան չի կարող անել, մնում է ակնկալել, որ դատախազությունը կընդունի տուժող կողմի փաստարկները եւ կփորձի վերավորակել արարքը, բայց Եթե չի ընդունում, այստեղ ես սկզբում իմ խոսքի ասացի, տուժող կողմի համար այս իրավիճակներում արդարադատությունը ավարտվում է դատախազության շենքում։ Այդպես պիտի չլինի։ Պարոն Ավետիսյան, մի քանի դատական ակտի եմ առիթ ունեցել ծանոթանալու, որտեղ դատավորներ իրենց մեկնաբանության մեջ կարծես իրենք էլ համամիտ չեն նման արդարադատության հետ իրենց համարել համոզիչ չէ, բայց այդ փակուղուց դուրս գալու կամ այդ ոչ համոզիչ ինչու հնարավոր չէ շտկել դատարանում, եթե կան այդպես փաստարկներ եւ տուժողն էլ պետք է արդարադատությունը ստանա ստեյության դատարանում։ Մեջ բերեմ մի օրինակ Արմեն Հովհաննիսյանի գործով սույն թվականի հոկտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մի նախադեպային որոշում կայացրեց։ Նախ թույլ տվեք ես շատ համառոտ երկու բառով ասեմ գործի հանգամանքները։ Քրեակատարական հիմնարկի տեսուչը անձնական հողի վրա բռնություններ գործադրել մի կալանավորի նկատմամբ եւ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հիշեցման կարգով 2015 թվականին
քրեական օրենսգրքում քրեականացվեց այս նոր հանցակազմը, խոշտանգումը, մեղադրանք էր առաջադրվել տվյալ հանցակազմի երկրորդ մասով, այն է մի խումբ անձանց կողմից խոշտանգում իրականացնելու համար եւ գործն ուղարկվել էր դատարան։ Դատարաններում եւ Արաքելյանի դատարանում եւ Վերակնիչ դատարանում արարքը վերավորակվել է 309 հոդվածով, այսինքն լիազորությունները շրջանցելու, պաշտոնական լիազորությունները անցնելու համար, այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանների ուրեմն պատճառաբանությամբ, որ խոշտանգում տեղի չէր ունեցել, այլ ընդհանրապես նշված անձանց կողմից լիազորությունների անցում, բռնություն գործադրել է ի թիվս այլ փաստարկների։ Դատախազությունը բողոք էր բերել Վճռաբեկ, մենք ընդունեցինք վարույթ եւ այդ որոշման շրջանակներում այդ որոշումը կարեւոր է նրանով, որ առաջին անգամ փորձեցինք սահմանազատել այս երկու հանցակազմը, այսինքն քրեական օրենսգրքի 309 հոդվածով նախատեսված որպես պաշտոնական հանցագործություն, պաշտոնական լիազորությունները անցնել է եւ 309.1 հոդված, որտեղ մենք գիտենք հենց միջազգային չափորոշիչների հիման վրա հաշվի առնելով խոշտանգման տարբեր դրսևորումները, հատուկ սուբյեկտի առկայությունը, հատուկ նպատակի առկայությունը, որպես տվյալ հանցակազմի սուբյեկտիվ կողմի, մենք փորձեցինք սահմանազատել երկու հանցակազմերը միմյանցից եւ կացված դատական ակտերը բեկանել ենք, ուղարկել ենք նոր քննության, Կարող եմ վկայակոչել բազմաթիվ այլ որոշումներ, նախադեպային որոշումներ, հավանաբար ընթացքում մենք կանդրադառնանք, ես կլուսաբանեմ։ Այսինքն պատկերացնեմ Վճռաբեկ դատարանը այնուամենայնիվ լուծում ունի նախաքննության ոչ ճիշտ որակումը վերավորակելու տարբերակ կա, այո։ Ճիշտ եմ հասկանում դա։ Այո, կա, բայց այն դեպքում, երբ կոնկրետ գործով կայացվել են դատական ակտեր եւ դրանց դեմ բերվել են Վճռաբեկ բողոքներ, այդ դեպքում, այո, թե իրավունքի զարգացման տեսանկյունից, թե դատական սխալի մեր պարտականությունը անդրադառնալ եւ բազմաթիվ օրինակներ ենք կարող ենք վկայակոչել, երբ ընդունել ենք վարույթ եւ փորձել ենք այսպես իրավական դիրքորոշումներ արտահայտել։ Ուղղակի տարբերությունը այստեղ է նա, որ այս դեպքում դատախազությունը պնդում էր ավելի խիստ որակման վրա, իսկ Արաքելյանը եւ Վերակնիչը, թե ճիշտ հասկացա, նրանք վերավորակել էին ավելի մեղ հոդվածով։ Այո, այսինքն դատախազությունը համաձայն է տվյալ դեպքում։ Այնուամենայնիվ տվյալ դեպքում պնդում էր 309.1 հոդվածի որակման վրա, իսկ եթե հակառակը լիներ, եթե բոլոր դատարանները համոզված լինեն, որ այստեղ իրականում 300.1 հոդված կա, բայց դատախազությունը մնար այն տեսակետի, որ 309 հոդվածով պետք է որակվի, դատարանները չունեն որևէ լիազորություն 309-ից անցնելու 309.1-ի, այսինքն խստացնելու արարքի որակումը։ Պրոբլեմը այդտեղ է։ Ես ուզում եմ մեջբերել եւս մի շատ կարեւոր նախադեպային որոշում քրեական պալատի կողմից կայացված մի քանի տարի առաջ, այլ նախկինում ինչպես էր, երբ որոշ անձին գտնվում էին պետության հատուկ իրավազորության ներքո, պատիժը կարող անձին դատապարտյալներ, կալանավորվածներ, զինծառայողներ, ձերբակալվածների պահման վայրում գտնվող անձինք եւ երբ տեղի են ունենում բռնություններ նշված անձանց նկատմամբ հաճախ վարույթ իրականացնող մարմինները նյութերով քրեական գործի հարուցումը մերժում էին պատճառաբանելով որ բավարար հիմքեր չկա գործ հարուցելու մենք մի կարևոր որոշում կայացրեցինք պարզաբանեցինք որ նման դեպքերում երբ կոնկրետ անձը գտնվում է պետության հատուկ պաշտպանության ներքո անպայման քրեական գործի հարուցումը անհրաժեշտ է եւ դրանից հետո կարծես այս առումով խնդիրներ չունենք երբ տեղի են ունենում խոշտանգման դեպքեր համենայնպես այսպիսի հատուկ բնակավարներում քրեակատորական հիմնարկներ զորամասեր քրեական գործի հարուցումը պարտադիր է ինչի շրջանակներում միայն հնարավոր է իսկապես խոշտանգման դեպքերը բազմակողմանի լրիվ բացահայտել եւ եւս մի լրացում պարոն Ալոմյանի ասացի շրջանակներում, որ շատ կարևոր են նաև դուժողի իրավունքները, անշուշտ մենք նույնպես ունենք նախադեպեր, որտեղ փորձում ենք այսպես լիարժեք հասկանալ, ընդունել, գնահատել դուժող կողմի փաստարկները, որովհետև դրա վրա ուշադրություն է դարձնում նաև եվրոպական դատարանը բազմաթիվ իր որոշումներում, քրեական պալատը իր նախադեպային որոշումներում, որ
դուժողը դի անպայման լիարժեքորեն ընդգրկված լինի, այլ ոչ իր իրավունքները սահմանափակվեն միմիայն, ասենք, հսկողություն իրականացնող դատախազի կամ գործը վարող քննիչի գործողությունների շրջանակներում։ Պարոն Ղազարյան, դուք ուսումնասիրել եք 10 տարվա պրակտիկան, դատական պրակտիկան այդ գործերով, ինչ ամփոփում կարող եք անել, արդյոք ֆիզիկական անձի դեպքում հատկապես այդ պաշտպանվածությունը կա եւ դատախազությունը արդյոք տարածաբնորոշ հիմնական խնդիրը, որ վերանեցինք այդ ուսումնասիրությամբ, վճռաբեկ դատանը փաստորեն լուծել է հոկտեմբերի ամսին, այսինքն երկար տարիներ մինչև 2015 թվականը չկար 309 պրիմ հոդվածը, խոշտանգման ինքնուրույն հանցակազմը եւ օգտագործում էր 309-ի երկրորդ մասը, այսինքն պաշտոնատրանձի կողմից լիազորությունների չարաշահում, բռնության կիրառում։ Եվ դա իներցիայով 2015-ից հետո շարունակվում էր, շատ հաճախ արարքը հստակորեն հիշեցնում էր խոշտանգում, բայց որակվում էր 309 հոդվածի երկրորդ մասը, որտեղ եւ դա ավելի մեղմ, կարծեմ 2-ից 7 տարվա պատիժ էր սահմանում։ Եվ երկար ժամանակ խնդիրը դրանում էր, որ ինչու 309 պրիմ հոդվածը չի կիրառվում եւ իներցիայի ուժով անընդհատ 309 հոդվածներ կիրառվում։ Նույնիսկ մեկ դեպք պատմեմ, ասենք մի գործ կար ամուսինը ընտանեկան բռնության շրջանակներում փաստորեն պարանը հագցնում է կնոջ վզին եւ սեղմում է, հենց սկսում է խեղդվել, բաց է թողում եւ այդպես մի քանի անգամ դա մաքուր խոշտանգման հոդված էր, բայց տեսնում ես մի քանի ամիս հետո ազատության մեջ է, որտեղ համապատասխան հոդվածը չի կիրառվում։ Հիմա այնինչ որ վճռաբեկ դատանը արեց հոկտեմբերին եւ դեռ շարունակում է անել, դա փաստորեն այդ հիմնախնդիրների լուծումն է։ Բեկումնային կարծում եմ որոշում է, հոկտեմբերյանցա որոշումը, որ ի վերջո եկեք արդեն 309 պրիմ հոդվածը կիրառենք, որտեղ տարօրինակ էր, որ 2015 թվականին ընդունված նորմը 5 տարի շարունակ դատարաններում կարելի էր 1-2 գործ տեսնել, այսինքն խնդիրը նախաքննական մարմնի մոտ էր, այնտեղ շարունակում են 309 հոդվածի երկրորդ մասով գործեր հարուցել, եւ վճռաբեկ դատարանի այդ նախադեպը կարծում եմ կփոխի ամբողջ պրակտիկան եւ 309 պրիմը իսկապես արդեն կմտնի խաղի մեջ։ Իսկ եվրոպական դատարանը այդ իմաստով ունի նախավճիռներ, որոնք պարտադիր ուժ ունենան, ասենք Հայաստանի համար, որը Եվրոպայի խորհրդի անդամ է։ Արդեն բավականին կուտակվել է դրա վերաբերյալ կամ մի նոր զարգացումներ, որ կրկին վճռաբեկ դատարանը այսօր պարոն Ավետիսյանը կնշի, փորձում է այդ հարցը լուծել ոչ միայն Հայաստանում, այլև ըստ էության նաև Եվրոպայում, դա վաղեմության ժամկետների կիրառումն է եւ օրենքի հետադարձ ուժ տալու հնարավորության հաշվի առնելով, որ խոշտանգման արգելքը մասնակիորեն մասամբ համարվում է յուս կոգենս նորմ, այսինքն միջազգային իրավունքի պարտադիր նորմ, թեև դրա վերաբերյալ դեռ վիճելի հարց է մնում, բայց ի վերջո այնքան կարևոր է այդ իրավունքը, խոշտանգման արգելքը, որ նույնիսկ կարելի է վաղեմության ժամկետի վրայով էլ անցնել, բայց դա պետք է օրենքով սահմանված լինել, բայց նույնիսկ Եվրոպայում այդ հարցը դեռ վերջնական լուծում չկա եւ դեռ հունվար ամսին փաստորեն վճռաբեկ դատարանը դիմել է Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալով, մինչև պատասխան չկա, պատկերացեք, նրանց համար էլ այնտեղ այդքան հեշտ խնդիր չէ։ Իսկ որն էր առիթը այդ դեպքում, պարոն Ավետիսյան, Եվրոմեդից խորհրդատվություն ստանալու։ Այո, իսկապես դա այդպես է, համառոտ ներկայացնեմ, իրավիճակ Հայաստանի դեպքում, հիշում եք Եվրոպական դատարանը, այո, համապատասխան որոշումը կայացրել, դրա հիման վրա վճռաբեկ դատարանը կայացված դատական ակտերը բեկանել է, ուղարկել է նոր քննության ընթացքում ոստիկանության երկու աշխատակցի Մովսեսյանի, Առաքելյանի մեղադրանք էր առաջադրվել հենց 309 հոդվածի երկրորդ մասից մի խումբ անձանց կողմից բռնություններ, խոշտանգումներ իրականացնելու համար եւ գործը ուղարկվել էր ըստ էության քննության առնելու Արարատի մարզի առաջին ատյանի դատարան։ Դեպքը տեղի էր ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, մարտի 2-ին։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ մեղսագրված արարքը ճիշտ է, որ այդ արարքը կատարել են վերջիններիս կողմից, սակայն հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետը անցած է եղել, վարույթը կարճվել էր եւ անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից, մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ գործող քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասում սպառիչ են տրված այն հանցակազմերը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում։ Դա պատերազմի, մարդկության, անվտանգության դեմ հանցագործություններն են եւ եւս մի ձևակերպում կա 75 հոդվածի 6-րդ մասում, որ վաղեմության ժամկետները
չեն տարածվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ, եթե այդպիսի արգելք կա համապատասխան միջազգային ակտում։ Վերաքնիչ դատարանը դատախազի բողոքը մերժել էր եւ ըստ էության նշված որոշումը թողել էր օրինական ուժի մեջ եւ այդ ակտի դեմ գլխավոր դատախազի տեղակալը բերել էր վճռաբեկ բողոք, գտնելով, որ վաղամության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճելը եւ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը ճիշտ չէ, մեջ բերելով մի քանի միջազգային իրավական փաստաթղթեր։ Նախ նշված 75 հոդվածի 6-րդ մասը մեր քրեական օրենսգրքի, ինչպես նաև միջազգային իրավունքում հայտնի Hughes Cogens նորմերը, այն առումով, որ դրանք իրավաբանական ուժի առումով ավելի բարձր են, քան նույնիսկ միջազգային այլ աղբյուրներում մատնանշված հանրաճառաջ նորմերի եւ սկզբունքների առաջարկել էր, որպիսի մենք դատական ակտերը բեկանենք եւ ուղարկենք նոր քննության։ Մենք մի քանի ամիս քրեական պալատը ուսումնասիրել է եւ բողոքը եւ արկա պրակտիկան, միջազգային պրակտիկան տարբեր երկրների, եվրոպական դատարանի եւ համոզվեցինք, որ այս շատ բարդ, շատ միևնույն ժամանակ կարեւոր հարցի վերաբերյալ հստակ մոտեցում, միատեսակ մոտեցում գոյություն չունի։ Նաեւ եվրոպական դատարանում չունի։ Ուրեմն եվրոպական դատարանները ունի որոշ որոշումներ, սակայն թե դրանք կիրառվել են մեր դեպքի նկատմամբ, թե ոչ, դա էլ վիճահարույց էր, որովհետև կա որոշում 2004 թվականի, այնինչ այս դեպքը կատարվել է ավելի ուշ 2008 թվականի հետադարձ ուժի, ինչպես պարոն Ղազարյանը նշեց, խնդիր կար, ի թիվս այլ խնդիրների, եւ սույն թվականի հունվարի 27-ին ես գործով զեկուցող եմ հանդիսացել, քրեական պալատը որոշել է Կոնվենցիայի 16-րդ հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, խնդրանքով դիմել էր Եվրոպական դատարան։ Ասեմ ձեզ, որ Եվրոպական դատարանը ըստ էության անմիջապես որոշ գործողություններ է իրականացրել, որոշ նյութեր են մեզանից պահանջում եւ ենթադրվում է, որ առաջընթաց կա եւ հույսով ենք, որ մի օր էլ Եվրոպական դատարանը կայացնի այդ որոշումը, որը որ սկզբունքային նշանակություն կունենա ուրեմն շատ երկրների համար եւ մի լրացում եթե կարելի է 2015 թվականին երբ մենք նշված հանցակազմը քրեականացրեցինք նախագիծ էր մշակվել դրա հետ փոխկապակցված որպիսի քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասում ավելացվեր նաեւ 309 պրիմ հոդվածը սակայն անհասկանալի պատճառաբանությամբ այդ փոփոխությունը օրենսգրքում տեղի չունեցավ։ Դա ինչ է նախատեսում։ Դա նախատեսում էր այն, որ առնվազն հետագայի համար, քանի որ Hughes Cogens նորմերի համաձայն իսկապես խոշտանգման դեպքերի նկատմամբ չի կիրառվում համաներման ակտը, վաղամտյան ժամկետները չեն տարածվում, սա համընդհանուր մոտեցումը տարբեր երկրների, բայց կարծես մենք օրենսդրական բաց ունենք այդ առումով։ Երբ փորձեցինք շտկել, երբ մի կողմից քրեականացրեցինք տվյալ հանցակազմը, դա շատ ողջունելի է, եւ կրկնում եմ, կար մշակված նախագիծ կառավարության կողմից, որպիսի քրեական օրենսգրքում լրացվեր 300.1 հոդվածը, որպիսի հետագայում էլ պարզ լիներ, որ բոլորի համար կանխատեսելի լիներ, որ խոշտանգման դեպքում այլևս վաղամտյան ժամկետները չեն տարածվելու։ Սակայն այդ փոփոխությունը մեր պետությունը չի արել, սա էլ իր հերթին բարդեցնում էր վիճակը եւ ճիշտ որոշում գտնելու համար, ինչպես նշեցինք, մենք որոշեցինք դիմել բարձր դատարանին։ Ես որոշ փաստաթղթերի ծանոթացա, որտեղ ասում էր, որ այդ խոշտանգումների դեմ կոնվենցիան ընդունելուց հետո խոշտանգումների դեմ կոմիտեն, որը հետևում է անդամ պետությունների գործողություններին եւ պարտավորություն ունեն օրենսդրական փոփոխություններ իրականացնելու եւ 2012-2017 թվականին այդ դիտողությունը արել է, որ փոփոխությունները տեղի չունեցան։ Չգիտեմ, ասենք, կարող եք մեկնաբանել, իրազեկեք, ինչու տեղի չեն ունեցել եւ այդ ըստ էության փոփոխությունները չիրականացնելը ինչ հետևանքներ է այսօր առաջացնում հատկապես նորից ֆիզիկական անձանց դեպքում, երբ որ դատախազությունը կամ նախաքննական մարմինը հատուկ շահագրգռվածություն չունի ըստ էության նրան շահերի պաշտպանության։ Խնդրեմ պարոն Ալմինյանի, եթե կարող։ Թե ինչու փոփոխությունները չեն
իրականացվում։ Չեն, իրականացվում են այդպես հատվածաբար, ոչ համապարփակ, ինչպես պարոն Ավետիսյանը նշեց, 301 հոդվածը մտցվել է քրեական օրենսգրքում, սակայն վաղեմությունների հետ կապված այդ վերապահումը 301 հոդվածին Վաղեմություն համաներում եւ այլն, այո, բոլորը։ Այդ վերապահումը այսօր կարծեք թե 391 հոդվածի վրա չի տարածվում այդ վերապահումը, դժվար է ասել թե ինչու այդպես որոշեց օրենսդիրը, ամենայն դեպս փաստ է որ այդպես է այսօր։ Իսկ ըստ որ կառույցն է որ պիտի շահագրգիռ լիներ, այդ օրենսդրական նախաձեռնությունը մեկ օր առաջ ըստ իրականացնել։ Դե գիտեք, այստեղ շահառուները, այդ հոդվածի շահառուները, այսինքն խոշտանգման արգելքի շահառուները հենց քաղաքացի բոլոր քաղաքացիներն են, ով կարող է խնդիրներ ունենալ պետության հետ հարաբերություններում, որովհետև խոշտանգումների դեմ կոնվենցիան խոսում է պետության կողմից մասնավոր անձի նկատմամբ որոշակի ձևով, որոշակի նպատակներով այդ խոշտանգումները կիրառելու մասին։ Այսինքն այստեղ պետությունը շահագրգռված չի այդքան, ինչքան պետք է շահագրգռված լինեն մասնավոր անձիկ։ Հիմա պետությունը չի շտապում ամեն ինչ համապատասխանեցնել խոշտանգումների դեմ կոնվենցիային եւ միջազգային բոլոր պարտավորություններին, հանրային պահանջել մյուս կողմից երևի չկա բավարար, որովհետեւ պետությունը ստիպված լինի այդ իր պարտավորությունները կատարել։ Եվրոպայից շատ կճնշեն կկատարի, այդքան շատ չնշի չի կատարի։ Պարոն Ղազարյան, ճնշում են Եվրոպայից կոնե։ Դե գիտեք, եթե դուք ասում եք 2012-ին է։ Եւ 12-ին եւ 17-ին 3 տարի հետո փաստորեն, այո, 3 տարի հետո փաստորեն քրորում արդեն ամրագրվեց 300 պրիմը։ Այսինքն 3 տարի մոտարապես տևեց, որպես ինչ որ դիսկուրս ձևավորվի եւ ի վերջո նախագիծը անստիվ դառնա, բայց վաղեմության եւ այդ համաներման հետ կապված։ Դա բարդ հարց է, դրա համար պետք է նախ ընդհանուր մտածելակերպ ստեղծվի երկրում, որովհետեւ կրկին նույնիսկ Եվրոպայում ես ուսումնասիրեցի նախարարների կոմիտեի կատարողական վարույթները, ոչ մի գործ չկա, բացառությամբ մեկ գործի Մոլդովայում, որտեղ եվրոպական դատարանի վճռի հիման վրա վերաբացված գործում առաջադրված մեղադրանքը վաղեմության ժամկետի խախտումով կարողանար կյանքի կոչվել եւ մենակ մի գործ կա, որտեղ նշում էր, որ Մոլդովայի վերջը ոչ լին կարճել գործը եւ նախարարների կոմիտեն ստիպված էր կարճել վարույթը, ափսոսանք հայտնելով, որ Մոլդովայում այդպես են վարվել։ Այսինքն Եվրոպան նույնպես փակուղի մեջ է եւ հուսով եմ, որ վճռաբեկ դատանայս քայլը թիվ 16 արձանագրության հիմքով Եվրոպային որոշակի պարզություն հստակություն կմտցնի, որտեղ այո, յուս կոգենս նորմ պարտադրում է վաղեմության ժամկետ չկիրառել, բայց ինչ անենք եվրոպական դատանի վճիռ, չէ՞ որ եվրոպական դատան 10 տարի է տևում գործը քննել, մինչև գործը քննում է վաղեմության ժամկետը դուրս է գալի։ Այսինքն խնդիրն է եվրոպական դատանի ժամկետների մեջ։ Ես նշեմ նաև, որ 2015-ից հետո, երբ որ սկսվեց չեր կիրառվում երեք, այդ դա էր խնդրահարույց։ Իսկ դրա համար պետք էր մտածելակերպ փոխել, պետք էր 2 տասնամյակ պրակտիկա 309 հոդված երկրորդ մասից ցածկել 309 պրիմ եւ չվախենալ դա։ Դրա համար գուցե պետք էր դասընթացներ վարել, տրեյնինգներ վարել քննիչների, դատախազների, դրա համար որոշակի ժամկետ է պետք, բայց 2017-ից նաեւ պետք է արժանին մատուցել գլխադատախազության, ինչու, որովհետեւ պատմությունը ինչից սկսեց։ Եվ որ Գրիշա Վիրաբյանի գործով քննիչը մերժեց քրեական գործի հարուցումը, կարծեմ վաղության ժամկետի հիմքով եւ բողոքարկվեց դատախազին վերադաս արդեն ընդհանուր կարգով, քրեադատավարական կարգով։ Եվ ես վստահ եմ, որ դատախազը մերժելու է, զարմանալից ինձ դատախազը բավարարեց բողոքը։ Եվ այդ պատմությունը սկսեց արդեն տեղաշարժ նկատել։ Տեղաշարժ, հետո արդեն գործը մտավ դատարան, հետո արդեն դատարանից հայտնի արձագանքներ։ Ուստի մոտարապես տեսեք 4-5 տարի է պետք եւ պետք է շատ մի կարկառուն գործ եւ պետք է դատական ակտեր, որպեսզի ընդհանուր մտածելակերպ ստեղծվի։ Իմ կարծիքով իրավունքը այդպես է զարգանում։ Ցածկելով իրավունքի զարգացում մի քիչ խնդրահարույց եմ համարում։ Եվ նույնիսկ 4-5 տարվա մեջ ստեղծել ընդհանուր իրավաբանների համայնքում մտածելակերպ 309 պրիմ հոդվածի կիրառելիության վերաբերյալ նույնպես բավականին կարճ ժամկետ է իմ կարծիքով։
Դեք այստեղ պարոն Ալիմյան ասեց հանրային պահանջ չկա, բայց ես ուզում եմ ասել, որ հետքի խմբագրությունը ընդամենը մոտ մի 6 ամիս է, որ դատական պրակտիկա էր ուսումնասիրում որոշակի նյութերով, ներում կարճման որոշումներ եւ այլն, եւ շատ զարմանալի օրինակների հանդիպեցի, նորից մի երկուսը նույնիսկ հրապարակել են, դրանք բաղեմության հետ կապված խնդիրներ էին եւ արհեստականորեն դատարանը այնքան է երկարաձգում, որ մարդը նույնիսկ խոշտանգման, եթե նույնիսկ խոշտանգումը չկա, բայց այնուամենայնիվ ծեծի արդյունքում մարդ է մահացել, բայց 5 տարին լրացել է, այդ մարդը դատվածության նույնիսկ չի ունենում կենսագրության մեջ եւ ըստ էության հիմա հասարակ մենք խոսում ենք բավականաչափ բարդ բազների մասին, բայց հասարակ քաղաքացին շատ բարձ ուզում է տեսնել ինչպես է հնարավոր, որ մի քանի հոգով մարդ ծեծելով սպանեն, արդարադատություն չլինի, մարդուն ժամկետը լրանա ու ընկնեն։ Ես սա է չափազանց լուրջ խնդիր է, ընդ որում կներեք, ես նույնիսկ պետական շահի տեսանկյունից եմ նման բան հանդիպել, ինչպես էր հնարավոր պատմության հուշարձանը ավերել, բայց դատաքննությունը շատ պրոֆեսիոնալ ձևով հետաձգձգել 5 տարի եւ անպատիժ ուղարկել տուն։ Այսինքն հասարակ քաղաքացին արդարադատության մասին իր պատկերացումները կազմում են նման օրինակներով։ Անկախ նրանից եվրոպական դատանու լուծումներ գտնում են, չեն գտնում, բայց ինքս էլ չեմ կարողանում անցնել մահվան հասցրածնելու դեպքում ինչպես կարելի է 5 տարին ասել, արդեն ժամկետը լրացավ, դատաքննությունն ավարտվեց, ով ինչ արել է ազատել։ Դա հաստատ խոշտանգման հանցակազմ չէ։ Եթե 5 մասնագետ չեմ, բայց այնուամենայնիվ ես խոսում եմ։ Նախկինում կար 119 հոդվածը, տեսեք խնդիր կար այստեղ։ Նախկինում 119 հոդվածը կար, որը չափազանց անկատար էր եւ դա մինչեւ 300 պրիմա կիրառում էր որպես խոշտանգման հոդված, բայց դա վերաբերում էր քաղաքացի հարաբերությանը, ոչ թե պաշտոնատարանց եւ քաղաքացի հարաբերությանը։ Եթե նույնիսկ քաղաքացին։ Հետո երբ որ 300 պրիմը ընդունվեց, նաեւ որոշակիորեն բարեփոխվեց նաեւ 119 հոդվածը, բայց միևնույն է խոշտանգման կարևոր էլեմենտները այնտեղ բացակայում են։ Գուցե դա է պատճառը, պարոն Ավետիսյանը, գուցե կլրացնի, այո, մեկ այդտեղ խնդիր ունեն քաղաքացի հարաբերությունն, ոչ թե պաշտոնատարանց, որտեղ չափազանց ծանր ֆիզիկական բռնության է դիմում եւ հարցը թե դա 20 մանվի խոշտանգում թե ոչ։ Այստեղ իմ կարծիքով բացում ենք։ Իհարկե խնդրեմ պարոն Ղազարյանին, այո, փաստորեն այս գործող քրեական օրենսգրքի շրջանակում 3 հանցակազմ ունենք, առաջինը դա 119-րդ հոդվածով նախատեսված, որտեղ պատասխանատվությունը սահմանված ուժեղ ֆիզիկական ցավ կամ ուժեղ հոգեկան տառապանք պատճառելու համար, այդ թվում երկրորդ մասում որոշ որակյալ հատկանիշներ, նույն արարքը մի խումբ անձանց կողմից, մի քանի տուժողների նկատմամբ, նաև առանձին դաշնությամբ։ Եվս մի նախադեպային որոշում կարող եմ վկայակոչել Էրիկ Եղենյանի գործով, արարքը որակվել էր հենց երկրորդ մասի այս որակյալ կետով, նախկին կնոջ նկատմամբ խոշտանգում, բռնություններ, առանձին դաշնությամբ, դատարանները գտել էին, որ այս հատկանիշը բացակայում է եւ պատասխանատվության են ենթարկել նույն հանցակազմի առաջին մասով, նշված որոշման շրջանակներում մենք փորձեցինք հենց առանձին դաշնության հատկանիշը բացահայտել եւ ըստ էության դատական ակտը բեկանեցինք, ուղարկեցինք նոր քննության, պատճառաբանելով, որ կարծես տվյալ դեպքում արկա էր ոչ թե սովորական խոշտանգում, այսպես ասած ֆիզիկական ցավը, այլ հենց առանձին դաշնությամբ զուգորդված։ Մյուս հանցակազմը, ինչպես արդեն բազմից նշվեց, 309 հոդված եւ 309.1։ Հետևաբար մի հանցակազմը մյուսից սահմանազատելը կարևորագույն հարցերից է, որովհետեւ եթե մենք ասենք համեմատում ենք 309 եւ 309 պրիմ հոդվածի սանկցիաները, ապա 309 հոդվածը ավելի մեղմ պատիժ է նախատեսում երկրորդ մասով, եթե հիշողությունս չի դավաճանում 2-ից 6 տարի, իսկ 309 պրիմ հոդվածի առաջին մասը 4-ից կարծեմ 8, իսկ որակյալ հատկանիշների դեպքում 7-ից 12 տարի, այսինքն առանձնապես ծանր հանցագործությունը։ Բայց քանի որ 309 պրիմ հոդվածի հանցակազմի տարերն եւ հատկանիշները հնարավորություն են տալիս կոնկրետ դեպքում, կոնկրետ գործի փաստական հանգամանքներից ելնելով արարքը ճիշտ որակել, հաշվի առնելով սուբյեկտի առանձնահատկությունները, հատուկ նպատակի խոշտանգման, օբյեկտիվ կողմի դրսևորումները, այո, ցավոք սրտի քաղաքացիական, այսպես ասած, պայմաններում, երբ սուբյեկտը սովորական քաղաքացի է, դա ընտանիքում է լինում կամ
շրջապատում եւ 119 հոդվածով էլ մենք ունենք տարբեր այսպես մեկնաբանություններ, իրավական վերլուծություններ պրակտիկան ճիշտ ուղու վրա դնելու առումով։ Ուզում եմ ասել, պարոն Ավասյան, կարիք չկա 119 հոդվածը ավելի ուժեղացնել ձեր կարծիքով։ Որսի խոշտանգման հանցագործության բոլոր էլեմենտները այնտեղ չեք տեսնում որևէ բան։ Այդպես իսկապես խնդիր կա, եթե մենք ասենք համեմատենք Ռուսաստանի Դաշնության քրեական համանման օրենսգրքի համապատասխան հոդվածը վերենք, այնտեղ տրվում է խոշտանգման հասկացողությունը, որը որ չի բխում միջազգային նորմերով սահմանված։ Դա վիճելի հարց է, միգուցե իսկապես, քանի որ քիչ չեն դեպքերը, այո, 119 հոդվածով անձանց պատասխանատվության ենթարկելու, ուժեղացնելու, հատկանիշներ այսպես գրեթե նույնացնելու բուն խոշտանգման էության հետ երևի թե ավելի արդյունավետ կլինի, ավելի արդյունավետ կլինի, որովհետև տեսեք, մյուս կողմից 119-րդ հոդվածով նախատեսված արարքը հեշտ չի սահմանազատել այլ հարակից հանցակազմերից։ Օրինակ սորական ծեծը քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված, այսինքն կամ 117-րդ հոդվածով նախատեսված, կամ նույնիսկ 112 հոդվածով անձին ծանր վնաս պատճառելը։ Եվ մենք դարձյալ մի առիթից օգտվելով հիշեցնեմ մի նախադեպ Ծովինար Սահակյանի վերաբերյալ, որտեղ մենք փորձեցինք 118 հոդվածի իմաստով բացահայտել ինչը նշանակում ծեծը կամ այլ բռնի գործողությունները։ Այդ ծեծը, այսինքն երկու եւ ավելի անգամ հարված հասցնել, ատակ հասցնելը, իրականում շատ դժվար է սահմանազատել ավելի ծանր հանցակազմից։ 119-րդ հոդվածով նախատեսված, որտեղ պատասխանատվությունը սահմանված ուժեղ ցավ պատճառելու համար կամ ուժեղ հոգեկան տառապանք կատեգորիաներ, որոնք որ վերցված են համապատասխան միջազգային կոնվենցիաներից։ Դա էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում սահմանազատելու։ Հետևաբար համամիտ եմ ձեր հետ, պարոն Ղազարյան, կարելի է 119-րդ հոդվածի դիսպոզիցիան, դիսպոզիտիվ հատկանիշները որակյալ փոփոխել, որպեսզի դա էլ միգուցե կնպաստի ավելի հեշտ սահմանազատել ուղղակի առողջության դեմ ուղղված սովորական հանցանքներից։ Պարոն Ալմյան, ինչ որ բառաչարք ունեք կամ ձեր դիտարկումները, ինչ պետք է անել ըստ էության բոլորին գոհացնելու կամ արդարադատության շահի վերջո պաշտպանելու համար, տեսնում եք ինչ որտեղ խնդիր, որը կարելի է շտկել։ Ամեն ինչ կարծեք թե ասվեց, միայն մի բան ինձ թվում է կարելի է ավելացնել այստեղ, եկեք չմոռանանք նաև մեղադրյալի շահերը եւ մեղադրյալի տեսակետը, որովհետև այստեղ խնդիրներ են առաջանալու նաև այդ օրենքի անորոշությունը, որ մի հոդվածը մյուսից տարանջատելը երբեմն դժվար է լինում, եւ այստեղ մենք խնդիր ունենք օրենքի որակի հետ, մեկ, եւ երկրորդը նաև մեղադրյալի ամբաստանյալի համար պետք է օրենքի գործողությունը լինի կանխատեսելի, այդ թվում նաև վաղեմությունը կիրառելու չկիրառելու տեսակետից։ Անձը իր գործողությունները կատարելու պահին պիտի կարողանա անհրաժեշտության դեպքում նաև իրավաբանական օգնություն ստանալուց հետո կանխատեսել այդ գործողությունների հետևանքները իր համար։ Եթե օրենքը այդ հնարավորությունը իրեն չի տվել, ինքը չի մեղավոր արդեն։ Ամփոփելով մեր այսօրվա քննարկումը, ըստ էության կարող ենք հստակորեն ասել, որ մենք այստեղ եւ օրենսդրական խնդիր ունենք եւ կարծես դատարանն էլ փակուղում է հայտնվել որոշ հարցերում, այո, եւ ինչքան հասկացա, որոշ գործերի քննություններ սառեցվել են կամ կասեցվել առժամանակ, մինչեւ ավելի բարձրատյաններից ճիշտ ուղղորդում ստանալու համար։ Այո, այդպես, սակայն ես կարևոր այսպես ուշադրություն եմ ուզում հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա, որ դատական պրակտիկան եւ իրավակերար պրակտիկան բավարար չափով այդ թվում խոշտանգման գործերով չի հետազոտվում, չի ուսումնասիրվում, լայն քննարկման առարկա չի լինում։ Իհարկե, ասենք դատավորների վերապատրաստման, դատախազների վերապատրաստման շրջանակներում դասընթացներ իրականացվում են այդ թվում հարգարժան պարոն Ղազարյանի կողմից, բայց հասկանում ենք սա բավարար չի, եւ մի կողմից օրենսդրական լուծումները, օրենսդրության կատարելագործումը ընդ որում, որքան հիշում եմ,
նոր ընդունված քրեական օրենսգրքում այս հարցերը դարձյալ մասնավորապես վաղամտյան ժամկետի հետ կապված կարգավորված չէ, այսինքն էլի օդում կախված է մնացել եւ եվրոպական դատարանի որոշումից հետո ուսանք համապատասխան փոփոխություն կլինի։ Շատ կարևորում եմ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը, որովհետեւ դա հնարավորություն կտա ամենատարբեր հետևություններ անելու իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ որակը բարձրացնելու, օրենսդրությունը բարելավելու, դատական սխալը վերհանելու, շատ կարևոր է վերհանելու դատական սխալները պարզելու, թե ինչ պատճառաբանությամբ մենք սխալներ ենք թույլ տվել, որպեսզի փորձենք որքան հնարավոր է եվրոպական դատարանի եւ այլ ուրեմն միջազգային նորմերին համահունչ մեր պետությունը դեմս դատարանների եւ իրավապահ մարմինների կատարի իր պոզիտիվ պարտականությունը։ Շնորհակալություն։ Ես ինքս հատուկ ուզում եմ նշել, որ մենք նման բազմաթիվ հարցերով դատական դեպարտամենտ ենք դիմել այս 6 ամիսների ընթացքում վիճակագրություն, վերլուծություններ ստանալու, ցավոք մեզ բոլոր գրություններով պատասխանել են, որ նման վիճակագրություն դեպարտամենտը չի բարում, նման վերլուծություններ չունի։ Մեզ համար էլ է զարմանալի, թե ինչպես է դատական process-ը զարգանալու կամ դատական բարեփոխումներ լինելու եւ չկա այդ մասը։ Շնորհակալություն մասնակցության համար, ուսանք այս քննարկումը ինչ-որ բանի, նորից մեր դատողներին հիշեցնենք, որ մեր այս քննարկում ենք խոշտանգումների հետ կատարված դեպքերով իրականացնող արդարադատությունը եւ հետքիսրահի հյուրերն էին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը եւ փաստաբան Հայկ Ալումյանը։ Շնորհակալություն տեսություն։